Այս պահին ստուդիայում ունենք հյուր, մեր հյուրն է Մղիտար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, բարև ձեզ պարոն Բլեյան։ Բարի օր։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Սիրով։ Պարոն Բլեյան, բնականաբար մեր զրույցը կսկսենք վերջին սկանդալային, այսպես ասենք, հայտարարություններից կապված իրազեկ քաղաքացի հասարակական կազմակերպության կողմից արված բացահայտությանը, այն որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ մերժեց օրոդաշինքի դիմումը, հենց այդ խնդրի հետ կապված։ Սակայն բացի ձեր վերաբերմունքը այս երևույթին մեկ այլ տեղից կխնդրեի սկսենք։ Ձեզ որպես նույնպես դպրոցի տնօրեն, առհասարակ ինչն է ավելի շատ մտահոգում, այն որ այս բացահայտված երևույթը իրավական զարգացում չունեցավ, թե այն որ այս բացահայտված տնօրենները շարունակելու են վաղն մտնել դպրոց եւ կրթական, բարոյական դասեր տան մեր երեխաներին։ Ես որպես քաղաքացի Աշոտ Բլեյան, քանի որ ընտրական այս գործընթացներում չէ, որպես տեխնացու կամ ընտրական հանձնաժողովի անդամ, դիտորդ, չգիտեմ, վստահված անձ չեմ մասնակցում, ես նորին մեծություն ընտրող եմ եւ խոսելու եմ ընտրողի դիրքից, իմ հանրային շահի, այդ գիտակցությամբ, սա մեկ եւ խոսելու եմ որպես կրթության գործի կազմակերպիչ, որպես կրթությունը դիտարկելով հանրակրթությունը, որպես հանրային կրթության, հանրային գործունեության կազմակերպման ձև։ Եմ այդ առումով դիրքը անսասան է եւ այնց դժվար է շեղել, այդ դիրքից։ Գիտեք, քաղաքական կուսակցությունները կտան գնահատականներ, դուք դրանց կանվանեք սկանդալային, ես դրանց կանվանեմ սովորական, իրենց դիրքի առումով չէ։ Շատ նորմալ եմ համարում, որ իրենք օգտագործում են իշահ իրանց ընտրական, չէ, ընթացքի գործընթացի, բա ուրիշ ինչ պիտի անեն։ Իրենք մտել են որոշակի խաղի կանոնների, չէ, բայց խախտում են կանոնները։ Չէ, ես նկատում եմ քաղաքական կուսակցությունները եւ այլն, եւ իրանց այդ դիրքերից այդ գնահատականը կտան։ Ես դա սարսափելի չեմ համարում, որովհետեւ ընտրությունները այս ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի նրանց հմայքը, գիտեք որն է, հենց ընտրողը, որ այս դեպքում արդեն դատան ինչ կորոշի, չի որոշի, իրավապահ ինչ կորոշի, թե չի որոշի, ընտրողը ով հետևում է այս ընթացքին, եւ իր ձեռքին ունի մի հատ քվե, մի վճիր, մի ձայն, եւ իր ձայնով ինքը որոշումներ է կայացնելու։ Եվ այս առումով ինքը ոչ պիտի հուսահատվի, ոչ էլ կներեք ոգևորվի, շատ կարևոր է, որ ինքը իր գործը կատարի բարեխիղճ, տեսնում է, չէ, լսում է, չէ, ինչպես ասում են, ինչ է կատարում, որ նա դրա լուծումը իր կարծիքով, չէ, այդ քվեով ինքը պետքա որոշի դրա լուծումը։ Հիմա այս ամեն ինչ ազդեց ավելի հաստատակամ դարձրեց, ընտրողի նկատի ունեմ, չէր կողմնորոշվել, կասկածում էր, ուրեմն հաստատեց, չէ, նկատի ունեմ, փոխեց իր դիրքորոշումը եւ այլն։ Բոլոր դեպքերում, որտեղ մեկը վճռի վրա, վճռի առումով, քվեարկության առումով, չէ, պետք է ինքը պետք է մտնի ու պետքա ձայն տա, չէ, մի կուսակցությանը, մի դաշինքի պետք է ձայն տա։ Այս ձայնով ինքը մասնակցեց, ինքը որոշեց։ Սա է կարևորը։ Եվ այն որ իրազեկ քաղաքացիների այդ միավորումը, չէ, անպայման գործում է իշահ հանրության, փորձում է, չէ, վերահսկողություն սահմանի քաղաքացիական ներկայացնում է, մյուսը արձագանքները, այս բոլորը հատկապես մեդիայի այս պայմաններում ընտրող ունի լայն հնարավորություն, չէ, ընտրողը ավելի իրազեկված է, տեղեկացված է։ Ինձ թվում է այս ամեն ինչ մեջ մենք հաճախ մոռանում ենք ընտրողին։ Իսկ ես կներեք իմ հույսը ամբողջության հույսը ասեմ, խնդիրը կապում եմ հենց ընտրողի հետ, որովհետև իր կյանքի փոփոխությունները, որ կապվում են քաղաքական ընտրությունների հետ, իր ձեռքին է եւ ինքը այդ հնարավորությունից պետք է օգտվի։ Պարոն Բլեյան, բայց սակայն հիմա ես որպես տնօրեն կխնդրեի, որ դուք նաեւ այդ հարցին պատասխանեիք, ոչ որպես միայն քաղաքացի, որովհետև այդ նույն տնօրենները շարունակում են աշխատել, շարունակելու են մեր երեխաներին կրթել, շարունակելու են բարոյախրատական դասեր։ Ընտրությունը բացահայտեց, դրսևորեց այն ինչ որ կա։ Այսինքն նոր բան, մենք տարիներ շարունակ խոսում ենք, եւ մի քիչ լավ չի, որ դպրոցի մասին ընդհանրապես վիճակի մասին, որպես փակ կալվածքների մի տեսակ, խոսում են կամ քննությունների ժամանակ, ընդունելության քննությունների կամ հիմա այս դեպքերով, որովհետեւ մի քիչ ավելի լուրջ բան է դա եւ ընդհանրում էր, որ հասարակությունը
ավելի պիտի բան մտահոգված լիներ եւ ընթացքում արդեն եւ եթե կուզեք այս նախընտրական ծրագրերում կրթության նկատ կրթական մասը վերլուծվեր, քննարկվեր, որքան հնարավոր է ուզում եմ ասեմ այդ աշխատանքը պիտի արվեր, որովհետեւ յուրաքանչյուրը այս կամ այն ձևով չէ հանրակրթության մասնակից է, շահառու է եւ թվում է թե Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծումից հետո ոչ պակաս, հա, ինքը պետքա շահագրգռված լիներ կամ ունենար իր մոտեցումը ելնելով կրթության նկատմամբ կուսակցությունների դաշինքի մոտեցումից։ Էսա կա։ Հիմա ինչ չգիտեր հասարակությունը, որ իմացավ մեծ հարգանքով միավորման կատարած աշխատանքին։ Օրինակ ինձ համար այդպես ցավ կա, հարցը այդ չի, բայց բացահայտում որպես այդպեսին զարմանք իհարկե չկա։ Տեսեք, մենք մեծերս ավելի, այսպես ասած, գուցե այդ ամեն ինչին այսպես ենք վերաբերվում, բայց հիմա դուք ինքներդ բազմիցս ասել եք, որ ուսուցիչը դա կրթության հիմնասյունն է, իր կեցվածքով, իր պահվածքով։ Ես ինքս քանի անգամ տեսել եմ ձեր հարցազրույցներում այդ միտքը, որ դուք անդադ շրջանառում եք, բայց մեր երեխաները այսօր պակաս քաղաքականացված չեն, բավական լավ հասկանում են ինչ է տեղի ունենում եւ այդ նույն երեխաները մի բան է ծնողներս, թե մենք ինչ ենք նրանց ասում, մի բան է այդ նույն երեխան, որ վաղը մտնում է դպրոց եւ ինչ պատկերացումով։ Շատ լավ, սկսենք դրանից ու լավ է, որ ես ազատության եթերը օգտագործեմ, մի գաղտնիք բացահայտեմ, կրթության գաղտնիքը, Էմերսոնն է, հա, դրան անվանում կրթության գաղտնիքը եւ սահմանում է կրթության գաղտնիքը սովորողին հարգելն է։ Հենց կրթությունը իր կազմակերպմամբ, իր ուսուցչով, իր տնօրենով մոռացավ այս, որ ուրեմն այս գաղտնիքը մոռացավ, հա, այսինքն կրթության կազմակերպումը բանարեց, չխարսխվեց կրթության գործը սովորողին հարգելու վրա, հա, դա արդեն կրթություն չի։ Եվ գիտեք, այդտեղ քաղաքականը քիչ պետք է օգտագործել, որովհետև ինձ համար քաղաքականի հոմանիշը ժամանակակիցն է, արդիական է։ Այսինքն ես միշտ հիմա այս քաղաքական հարթակում չեմ, ազատության հարթակը, այս հարգված լսարանը լսում է քաղաքացիական լսարանը յուրաքանչյուրը։ Ես քաղաքական հայտարարություններ եմ անում, իմ դիրքորոշումն եմ արտահայտում։ Կներեք, ես ապաքաղաքական բանից չեմ կարող մասնակցել, որովհետև ես հանրային գործիչ եմ, որովհետև դպրոցը բաց հասարակության մի տեսակ տարածք է, չէ, ինքը հանրային տարածք է, ես ոնց կարող եմ այդ առումով ապաքաղաքական լինել։ Սա վտանգավոր բան ենք մենք ասում, հակառակը, այս մի կողմ քշված, անկյուն քշված, հա, ուսուցչությանը միջև վերջ անհասկանալի տնօրեններին, թե վերջը դրանք ովքեր են, ինչ գործիչներ են, ինչ խնդիրներով, հա, մենք հակառակը նրանց պետք է հանրայնացնենք, ասենք եկեք, ձեր փակ կալվածքներից դուրս եկեք, չէ, բաց հրապարակ, եկեք արևի տակ, ձեր գործերով, ձեր մտքերով, ինչ ուզում եք թաքուն մտնել, ինչով զբաղվել, հա, այսինքն եւ այս առումով ինչ է եղել, ուզում եմ ասեմ, դպրոցի տնօրենը Հայաստանով մեկ, բացահայտեց Հայաստանով մեկ, որովհետև 123 ինչ-որ ընտրանքի արդյունք է, ճնշող մեծամասնությունը մանկավարժությամբ չի զբաղվում, ճնշող մեծամասնությունը։ Իսկ մանկավարժությամբ զբաղվելու դեպքում ինքը սովորողին, հա, նրա ընտանիքին, ծնողին, որովհետև ողջ գործունեության ընթացքում ուսուցման, ողջ գործունեության նա պետք է սովորողի, ծնողի իրավունքը հարգեր։ Այսինքն նա այդ առումով իրավապաշտպան է, նա երաշխավոր է, որ ես կրթության գործը երեխայի կյանքը դպրոցում կկազմակերպեմ այնպես, որ երեխայի անօտարելի, ծնողի անօտարելի իրավունքը չխախտվի։ Այդ թվում նաև ընդդիմության իրավունքը։ Այսինքն այս երաշխավորը դարձել է գլխավոր բռնացողը, հա, որը օգտվել է այն հանգամանքից, որ ինքը պաշտպանված է ինչ-որ ձևով, չէ, ինքը փակ տարածքում է գործում եւ կարող է ազատ օգտագործի ինչ-ինչ ռեսուրսներ, սրա մասին է խոսքը։ Դե իհարկե, եթե մարդ մանկավարժությամբ չի զբաղվում, իսկ այդ պաշտոնը մանկավարժական պաշտոն է, բաց չի որ նա պիտի ազատվի աշխատանքից։ Շատ լավ կլիներ, որ ինքը ընդհանրապես մի անգամ ընտրություն կատարեր, կամ աստծուն, կամ մամոնային։ Այսինքն որոշել ես, մտել ես, սովորողին չես հարգում, որևէ պատճառաբանության թող այդ աշխատանքը։
100-ից ոչ մեկը հրաժարական չտվեց։ Չէ, իհարկե, եւ շատ լավ կլիներ, որ այն խորհուրդները, կառավարման մարմինները, որոնք հանրության անունից կոչված են օրենքով սահմանված կարգով դպրոցների ղեկավարներ ընտրել, հիմա նիստեր լիներ, այ ուղիղ եթերում ոչ բլեանը լիներ, այլ հենց լինեին այդ խորհուրդները, խորհրդի նախագահները, որոնք կանչեին, քննարկեին այդ դպրոցների տնօրենների հետագա աշխատանքը եւ այլն եւ այլն։ Այս դեպքում կասենք, որ մենք գործ ունենք բաց հասարակության հետ, չէ, եւ դպրոցները որպես այդ բաց տարածքներ, հանրային տարածքներ, բայց այդպես չի։ Այսինքն բուն երևույթի մասին պետք է խոսել, բայց մյուս կողմից փոփոխությունները, որ ենթադրում ենք, որ ընտրություններով պիտի կատարվեն, վերաբերելու են նաև կրթությանը։ Դրա համար եմ ասում, ընտրողը չպիտի շեղվի այդ ամեն ինչից, հակառակը, ընտրողը էս իմացավ, չէ, առավել կարևորվեց ընտրության գործը։ Սա ակնհայտ է, որ այս բոլորը պիտի արվի։ Տեսեք, դուք ասացիք բաց հասարակության մասին։ Այդ բաց հասարակության մի մասն էլ կազմում են այդ ծնողները, որոնք իրենց երեխաներին տանում են դպրոց եւ հիմա էլ գիտեն եւ այն ժամանակ էլ գիտեին, թե ովքեր են այդ դպրոցի տնօրենները, ուսուցիչները։ Մենք ասում ենք ծնողական կոմիտե, բայց մենք այդ ծնողական կոմիտեին հիշում ենք մեր այն ժամանակ, երբ որ պետք է փող հավաքել ուսուցչին կամ տնօրենին նվեր գնելու համար։ Ինչքան է կրթության եւ գիտության նախարարությունը հերքի, որ նման բան չկա, ես ավելի քան վստահ եմ, որ յուրաքանչյուր դպրոց հաճախող երեխայի ծնող կարող է ճիշտ հակառակը ապացուցել։ Հիմա այդ ծնողները, եթե հանցավոր համաձայնության մեջ են կամ գործարքի մեջ են նույն դպրոցի ղեկավարության հետ, մենք այդ բաց հասարակությունից այդ դեպքում էլ ինչ ենք ուզում։ Ես էդ էլ նորից եկանք այդ բանին, որովհետև փոփոխությունը, որ մարդը պայմանավորում ընտրությունով, իր քվեարկությամբ, իր ձայնով ենթադրում է, որ ինքը գիտակցում է, որ ինքը շատ բան պետք է փոխի իր վարքում, իր վերաբերմունքը դպրոցի, ուսուցչի, տնօրենի նկատմամբ ինքը պետք է փոխի, որովհետև մինչև հիմա գլխավոր պատվիրատուն, այդպես ասենք, ծնողը որպես պատվիրատուն, որտեղ բաց հասարակությունը ասում ենք, ունի վերջի իր լիազորները, իր ներկայացուցիչները, վերջի ինչ պատվեր է տալիս։ Դու բան ես անում, պարտադիր համարում ես, որ ահա այս կրթության գաղտնիքը սովորողին հարգելը պահպանվի, պարտադիր համարում ես, այսինքն ամեն մի խախտման դեպքում դու պարտավոր ես, կարող ես միջամտել, դա դարձնել քո գործը, կարող ես ձայն բարձրացնել, չվախենալ այդ դպրոցի տնօրենից, որևէ ձևով չմտնես հանցավոր համաձայնության հետ, գործես որպես բաց հասարակության շահերը ներկայացնող անձ, սա է կարևորը։ Պարոն Բալյան, դուք ևս եղել եք ժամանակի 90-ականներին լուսավորչության նախարար, դուք որպես ձեր դիրքերից ելնելով այն ժամանակվա կարող եք ասել, որ այո, կրթության եւ գիտության նախարարը կարող է կանգնի եւ ասի ոչ, ես չեմ մտնելու այս հանցավոր գործարքի մեջ, թե նրան միանգամից գործից կազատեն։ Չէ, գիտեք, գործից ազատելը այսպես է, գիտեք, վերջո հրաժարական գոյություն ունի։ Այսինքն դու զբաղեցնում ես քաղաքական պաշտոն կամ ինչ-որ պաշտոն, հա, պաշտոնատար անձ ես, շատ լավ գործիք է դա հրաժարվելը, որովհետև դու չես կարող հակառակ քո սկզբունքների, քո այդ աշխատանքի, հա, ուրեմն գործել համաձայն եք, ինչա, բայց հրաժարական ինչի համար է։ Այսինքն ես շատ նորմալ եմ համարում, ես իմ դեպքում կարող եմ վստահ ասել, որ ես բացառում եմ, որ ես որևէ տնօրենի, որևէ դպրոցի, որևէ սովորողի ծնողի շահի դեմ, նրա իրավունքի դեմ գործեմ, դա ես չեմ, հա, բայց բոլոր դեպքերում, եթե նման բան առաջանում է, հա, ուրեմն ինքը կանգնած ընտրության առաջ, ինքը պետք է հանգիստ կատարի այդ ընտրությունը։ Այսինքն ես հիմա շարունակում եմ աշխատել, շարունակում եմ այդ գաղտնիքը սովորողին հարգելը, արդեն որպես Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն, վաղը չեմ լինի դա այլ է նորմալ ողբերգություն չի է վերջը, չէ, կշարունակեմ դա անել որպես պարտիզպան, որպես պապիկ, որպես հայրիկ, որպես ի վերջո Տիարաշոտ Բլեան։ Գիտեք, մենք երբ որ մտել ենք այսպիսի մի փուլ ու հասարակությունը գիտակցում է, որ փոփոխությունների փուլ է, որ չի կարելի այլևս, հա, այս հանդուրժել այս ընթացքը, այս իներցիան, ինչպես ասում են, ինքը պիտի պատրաստ լինի, որ ինքը ինչ-որ բան պետք է կորցնի, չէ, բայց միևնույն ժամանակ ունի հնարավորություն առաջ գալու, հա, այսինքն իր շահը հանրային շահ է վերջո, այդ ձեռքբերումը ինքը պետք է գնահատի ոչ միայն գրպանի այսօրվա հենց պարունակությամբ, այլեն ինչ որ ինքը ստացավ այս սովորողին հարգելու առումով, մարդուն հարգելու առումով։ Այսինքն դուք կարելի ասել, որ նաև արդարացի եք համարում այսօր որոշ քաղաքական ուժերի Լևոն Մկրտչյանի հրաժարականի պահանջը։
Գիտեք, ես նորից ասեցի, ես ընտրող եմ, հա, մի մոռացեք, որ ես շարունակում եմ ընտրող մնալ, չէ, այս բանի առումով։ Եթե քաղաքական ուժերը ունեն դրա համար հիմքեր եւ ներկայացնում են, ինչ է նշանակում, ես արդարացի եմ համարում, թե իրենք իրենց ներկայացնելը պայմանավորում են իր վերաբերմունքով, ես կներեք հարցը ոչ կոռեկտ եմ համարում։ Եթե ես ինչ որ մի գործողություն ուզում եմ անել, եթե անգամ ես մենակ եմ, ես այդ գործողությունը կատարում եմ, ես չեմ պայմանավորում երրորդով եւ չորրորդով։ Ես ինչու եմ այս մասին խոսում, որովհետև բացի այս դեպքը, որի մասին մենք սկսեցինք մենք զրույցը մեր, անցած շաբաթ եւս մեկ այլ միջադեպի մեկ ականատես եղանք Կոշ գյուղում, որտեղ որ Դաշնակցություն կուսակցությունը քարոզարշավ էր իրականացնում եւ որտեղ երեխաներն էին դուրս եկել, քարոզարշավի մասնակից էին դարձել եւ հենց դիմավորում էին կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանին, դեպ ասեմ, որ ինքն էլ կարծես թե իրեն այդքան լավ չզգաց այդ տեսարանը տեսնելով։ Ես առաջարկում եմ հիմա մի փոքր հատված դիտենք այդ տեղից։ Բայց ես կարծեմ Լևոն Մկրտչյանը արձակուրդի մեջ է, կարծեմ։ Այո, արձակուրդի մեջ է, բայց երեխաները արձակուրդի մեջ չէին, երեխաները դեռ դասի էին։ Հա, չէ, ուզում ասեմ, իրանք դիմավորել են քաղաքացի Լևոն Մկրտչյանին, դիմավորել են քաղաքացին, բայց լինելով դպրոցական։ Եվ падգամավորի տեխնացու Լևոն Մկրտչյանին։ Падգամավորի տեխնացու, բայց այստեղ խոսքս ավելի երեխաների մասով է, հատկապես որ պարզեցինք, որ տնօրենն էլ падգամավորի տեխնացու էր։ Եթե դեմ չեք նայենք հիմա այդ կադրերը, հետո վերադառնանք զրույցին։ Դասի չէ՞։ Հա։ Դասի ժամը բռնե բերել լստեց։ Հա։ Մեր դասի ժամը արդեն 6-րդ, այսօր 7-րդ ժամ չունեի։ Հատուկ եկել եք, որպեսզի դիմավորեք Դաշնակցություն։ Ինչ որ դպրոցում ձեզ տեղեկացրել են, որ այսօր գալու են այդ մարդիկ, միջոցառում եք կազմակերպել։ Ոչ։ Բայց ասում 2 ժամ չեք արել, հա, դասերը։ Հա։ 6-րդ ժամից հետո այստեղ հավաքվել ենք, դասերը վերջանից։ Ազատ դաս, հա։ Ուրբաթ օրերը 7-րդ ժամ չունենք դպրոցում։ Իսկ սա չի դիտվի, դուք ուսուցչուհի եք որպես, որ դասի դպրոցում քարոզչություն է անցկացվում։ Մենք դպրոցում չենք քարոզել։ Դպրոցի երեխաներն են համերեն դեպս այստեղ։ Բայց ամենայն դեպս երեխաներին չի քարոզվում։ Մենք չենք քարոզել երեխաներին։ Քարոզել ենք ձեզ երեխաներին։ Ոչ։ Արը։ Փաստորեն մեկ տոն մամաներին ասում եք, մամա, սա մեր տնօրենն է, պետք է գնանք ընտրենք տնօրենին։ Ծնողները ճանաչում են տնօրենին։ Իրանք այստեղ են եկել, թե մենակ ձեզ են ուղարկել։ Չէ, այստեղ եմ։ Ծնողներն իրենք են ուզում որ ընտրեն։ Ինչպես։ Ծնողներն իրենք են ուզում որ ընտրեն։ Պարոն Մկրտչյան, կներեք, երեխեքը հիմա որ այստեղ են, այս քարոզչություն չի։ Երեխեքին մեջ։ Չէ, գյուղը ինձ թվում է միշտ սովորություն կա, երեխաները բոլորը գալիս են։ Ասում են 2 ժամ չեն արել։ ժամը չեն արել։ 2 ժամ։ Դե ուրեմն բախները բերել է, եթե 2 ժամ չեն արել։ Չեք արել 2 ժամը։ Սուտ չասեք։ Եթե չեք արել, ասեք չեմ արել։ Ես ենթադրում եմ, որ դուք արձակուրդի մեջ եք, դրա համար եք հիմա քարոզչություն անում, սակայն այս երեխաներից մի քանիսից իմացանք, որ վերջի դասեր չեն արել ու եկել են հատուկ ձեզ։ Ես էլ հարցրեցի, ասի վերջի մի մասն ասեց այո, մի մասն ասեց ոչ, բայց գիտեք գյուղական հանդիպումների յուրահատկությունն անում է, որ եթե հատկապես միտինգային է եւ երաժշտական մաս կա, միշտ երեխաները մասնակից են լինում այս օրինակ հիմա Թալինում ենք ներսիկների Սպիրյան երկում եւ հսկայական թվով երեխաներ կային, որոնք եկել էին համերգը լսելու։ Ինքը նաեւ միջոցառում է, նաեւ մշակույթ է քաղաքական։ Չեմ կարծում այստեղ ինչ-որ բան, եթե երեխաներին ազատել են, լավ չեն արել։ Պարոն Բլեյան, մենք շատ ենք խոսում եւ ես չեմ հիշում գոնե որևիցե մի կրթության գիտության նախարարի, որ ընտրությունից առաջ չասեր, որ դպրոցները չպետք է ապաքաղաքականացվեն, երեխաները չպետք։ Ես կօգտագործեի ապաքրեականացվել։ Ահա։ Ես գիտեք, ես արդեն ասեցի եւ ինքս սկզբունքորեն կողմ եմ։ Տեսեք, կրթության եւ գիտության նախարարը կամ Դաշնակցության կուսակցությունը կամ բոլոր այն մյուս ուրեմն ուժերը, որոնք իրենց քաղաքական ծրագրում կրթական հատված ունեն, իրանք պիտի հանդիպեն ուսուցիչների հետ, ուսուցիչները կարող էին եւ պարտավոր էին նախաձեռնությունը շատ լավ առիթ խնդիրներ ներկայացնել, լիքը խնդիրներ ունեն աշխատավարձի, մյուսի, որպես մի խավ
աշխատանքի։ Եթե իրանք հիմա չեն հանրայնացնելու, չեն օգտագործելու այս ընտրության, ուրեմն տված հնարավորությունը լսելի լինելու որպես նորին մեծություն ընտրող ասելու, այո, ես քո իմ քվեն կտամ միայն այս պայմանով։ Թույլ չեն տալու, որ իրանք քշեն։ Ինչ այն ուսուցիչ չին քշեն։ Էլ չեմ ասում սովորողին, չէ՞։ Ուսուցիչ պետք է օգտվի այդ հնարավորությունից։ Եվ շատ էլ նորմալ կլներ, որ դասերից հետո, ուսումնական պարապմունքներից հետո վերջում դա անգամ հարգանք կլներ։ Գյուղի ակումբում թե դպրոցի դահլիճում։ Դրանով ասում են դպրոցի դահլիճը չի կարելի օգտագործել այս նպատակով, այ քեզ բան։ Այսինքն խտրական վերաբերմունք ուսուցիչներ, աշխատողներ չեն, ընտրողներ չեն, շահեր չունեն։ Ես այս ամեն ինչի մեջ գոնե կեղծ տգեղ բան եմ տեսնում։ Շիտակ, բարձ, պահանջներով, խոսակցությամբ, միսով եւ այստեղ ինչը բան կլներ, որ նախարարը օգտվեր այդ հնարավորությունից, մյուսները օրինակի համար չօգտվեին, այսինքն նա օգտագործեր սա է, բայց մենք այս ընտրություններում գոնե պետք է այդ հաղթահարած լինեինք։ Ասենք դպրոցներ հանրային տարածքներ եք, դահլիճներ, բան, խնդրեմ ձեզ, հա, մյուսը։ Եթե օրինակի համար պատանիներն էլ կուզեին, օրինակի համար եւ կմասնակցեին, որովհետեւ այդ վճիռները ի վերջո պատանիների շահերը շոշափում, կրթական, բուհի եւ այլն լիքը հարցեր։ Այսինքն մենք պետքա կենտրոնանայինք իրական քննարկում, իրական ընտրողների պրոցես, բան պետքա գնար, դեբատներ, հավեսով, ընդ որում կարող են երբեմն անթույլատրելի սահմաններն անցնել, ես չխրախուսելով դա, այսինքն ոչ միայն կրթության, այսինքն աշխատավորը իր բոլոր խնդիրներով կենթանի, որովհետև էլի որպես ընտրող որ բան եմ, իմ շահը որն է, որ այս պրոցեսը ձևական չլինի, որ այս քվեն իր տվածը չլինի գիտակցված, լինի ազատ, որ ինքը հաղթահարի ստրկություն, էլի բաներ, որ ազգային ժողովը ձևավորի որպես պրոֆեսիոնալների մի մարմին, որը ունակը Հայաստանի համար այս բարդ շրջանում ինքնուրույն որոշումներ կայացնելու որպես բարձրագույն պետական մարմին։ Մենք այսպիսի բաներից պիտի խոսենք, ակտիվացված, միջև վերջ, քաղաքականացված, միջև վերջ ընտրողից, այդ ուսուցչից, դպրոցի տնօրենից եւ այլն եւ այլն։ Այստեղ խայտարակությունը ուրիշ բան է, թե ինչու պիտի 1400 դպրոցների տնօրենների մեծ մասը լինեին մի կուսակցությունից։ Չէ՞ որ կարծես խորհրդային շրջանի այդ միակուսակցական, օրինակ ես որպեսի նշանակվեի դպրոցի տնօրեն 183, ես անպայման պետքա ՍՄԿԿ կուսակցության անդամ լինեի, հա, դա խայտարակություն է, բայց ինչու պետք էր այս կամ այն ձևով վերջի, այսպես անկախության 27 տարի վերջին շրջանում մոտավորապես նույն պատկերը, ինչ է դա տալիս, դա փոփոխությունների համար հիմք է ստեղծում, հնարավորություն է ստեղծում, բայց միևնույնն է, սա պահանջում է պարզապես, հա, որ դպրոցի տնօրենին չնայել որպես գործիք, այդ գործը այնպես կանես, որ չբռնվես, հա, գողություն արա, բայց չբռնվես, հա, չէ՞ սրա մասին է խոսքը։ Փաստորեն հիմա այո, մենք գիտենք ինչա տեղեր ունենում, ուղղակի հիմա բռնվել են։ Դե ուրեմն եկեք դրանից խոսանք, բայց ավելի խայտարակ բան կա, ովքեր են դպրոցի տնօրենը, ինչպես են առաջ քաշվում, ինչպես են ընտրվում, հա։ Այդ մասին մենք տարիներ շարունակ խոսում ենք։ Գործող անց, չէ, շատ կարևոր բան է, որովհետև նրանք պետք է մանկավարժությամբ զբաղվեին, նրանք պետքա փոփոխեին, նրանք իրականում պետքա լինեին լիդերներ, ընդունենք, հա, ինչ որ մի խմբի հավաքանու, ընդ որում յետևում նաև պատանիներ, եթե կուզեք ընտանի, գյուղ, դպրոց, հարգանք հետևից ստանելու, իր վրա վերցնելու, լուծումներ առաջարկելու, թևերը կշտելու, մտնելու այդ փոփոխությունների միսի, բայց մենք այդ փուլում ենք, չէ՞, կարծես դրա մասին պետք է խոսենք։ Իսկ այսպես պատկերացեք մարդիկ վերջի գոնե 15 տարում նույն կուսակցությունը 15 տարում ոնց անի, որ իրան նշանակեն, չէ, օգտագործելով այդ իբր ընտրության, բայց իրականում նշանակման, այդ օբշակի այդ կապերը, չէ, ովա զոննայողը, մյուսի հետ ինչպես, ինչ անինքը, հետո էլ արդարան ասի, ինչ անեմ, կամ գլուխ գովա իր ճարպկության մյուսի, բայց այս ամեն ինչ եղել է։ Եվ թվում էր, թե մենք գալիս ենք ընտրություններ, հա, վճռականություն, ոչ թե հետո քվեարկությունից հետո, մինչև քվեարկությունը հաղթահարելը։ Շատ լավ կլներ, որ հանրապետական կուսակցություն իշխանությունը շատ հստակ դիրքորոշում արտահայտեր այս հարցում, ոչ թե վերածվեր, բայց ընդունենք բոլորին տրված է հնարավորություն, խոսել են, գործել են, ասել են, հետո լսեց ընտրողը ակտիվացավ,
ունեցավ ավելի հիմնավոր բաներ, իմ ասածը սա է։ Ասած էլի ոչինչ չի փոխվի, հուսահատված գնաց ընտրության։ Ես չեմ ուզում այդպես բան, ինչի հուսահատության, մենք վճռական, վճռական։ ինքը վճռական, հա, որպես կարևոր գործ արտնացավ ապրիլի 2-ին Կիրակի օր ինքը գիտի արդեն իր վճիռը, համաձայն եք, որովհետև այս կամ այն ձևով միևնույն է ընտրությունները այս հնարավորություն տալիս են շնորհակալություն մեդիային, ինտերնետին, ինչպես ասում են, մարդիկ տեղեկացված են կամ կարող են տեղեկացված լինել շատ ավելի լավ, չէ, մարդիկ ճանաչում են յուրաքանչյուրին Ոքի թվում է մթնոլորտը չի փոխում։ Տեսեք, անգամ եթե փոփոխություն է կատարվում, եկեք մթնոլորտն էլ փոխենք մեր վճռականությամբ, մեր ներքին համոզմունքով, որ այսպես բանը լավ չի նորից շարունակելը, որովհետև եթե քվեարկությունը իր մեխանիզմով այս հնարավորությամբ չօգտագործի, հա, ընդ որում գիտեք, մի ընտրությամբ չի ավարտվում։ Չի նշանակում, որ մի հավատացով լուծվեցին այդ հարցը։ Ինչ որ փոփոխություններ, որոնք դինամիկա կհաղորդեն, որովհետև հասարակական կյանքում տեսեք նայեք բոլորի ելույթները, բոլորի ծրագրերը, կա այդ գիտակցումը Հայաստանում փոփոխությունների անհրաժեշտության, դրա սկսելու վճռականորեն։ Ուղղակի մարդիկ դա կապում են ապրիլի 2-ից հետո, որ իշխանություն ունենան կամ դառնան իշխան։ Ես ասում եմ, որ հիմա այս ամբողջ ընթացքը, հա, պիտի երևար, հա, որ դու արդեն փոփոխություններ ես իրականացնում, քո քարոզարշավի մեջ, քո մոտեցմամբ, քո հարգանքով ընտրողի, ուսուցչի, նրա ծնողի, մյուսի բան, ոչ թե հետոն շատ վատ բանա պայմանավորվածությունը։ Բայց մեր զրույցի վերջում ձեզ որպես դուք ինքներդ էլ ասում եք, որ ձեր դպրոցը այլընտրանքային դպրոց է, չէ՞, այսպես երբեմն նկատել եմ այդ արտահայտությունը Բայց այլընտրանք թող լինի, ես չեմ օգտագործում, մենք իրականացնում ենք հեղինակային կրթական ծրագրեր, որի մշակողը ուսուցիչն է, կրթության և գիտության նախարարության ուրեմն պատվերով, հա, որտեղ ծնողը լիարժեք պատվիրատու է այդ գործի, դրա համար դա պետական այլընտրանք է եւ շատ լավ է, դա էլ ինչ որ մի բան է, լավ ցուցանիշ է հայաստանյան հասարակության համար, որ վերջապես պետական կրթական ծրագիրը ներկայացված է նաև իր այլընտրանքով, ընդ որում դրա հեղինակ ուսուցիչներ են եւ մեր օրինակը շատ լավ ասում է, որ արդեն ազատ ուսուցիչը որպես ստեղծագործող անհատ, որը փնթանից կարգավիճակ է փոխում, դառնում է գործող անձ, իր վրա վերցնում է պատասխանատվություն, ցույց է տալիս իր կարողությունները, հա, ինքը բավականին էլ կարող է գործ անել եւ իր կարգավիճակը, իր հայացքը փոխել։ Այսինքն մեր մոդելը, այդպես ասենք, որ հայաստանյան եւ բանի առումով, հա, շատ էլ լավ կարող է տարածում գտնի եւ օրինակի համար ինձ բանը ավելի բանա բավարարություն է ապարգևում, երբ որ ես տեսնում եմ մի մեծ հավաքանի ուսուցիչների, առաքյալների, մարդկանց, հա, որոնք համակված են այս փոփոխություններին Հայաստան։ Սա ես համարում եմ քաղաքական որոշում արդեն, սա իր կրթական քաղաքականությունն է, կրթական քաղաքականության մեջ իր ներդրումը, որովհետև առանց այս կապիտալի մարդկային ներդրումի, հա, ինչ փոփոխությունների մասին է խոսքը։ Որտեղ մենք տեսնում ենք, գիտեք, մեր դպրոցներում այսօր երեխաները կաղապարված են, մեր դպրոցները կաղապարում են նաև երեխաներին, անգամ ազատ մտածողությունը փակվում է։ Դու պետք է նման լինես բոլորին։ Իրավունք չունես լինես առանձին ինչ որ անձ։ Եթե հիմա առաջի պլան գալիս է արդեն դպրոցի տնօրենը որպես անհատ, այդպիսի հարգանքի արժանի, հա, ով դուքով է խոսում սովորողի հետ եւ սովորողը տեսնում է դիմացինին, հա, իր տնօրենին հարգելու համար հիմքեր, նույնը արդեն տեսնում է գործող ուսուցիչ, որը ինքնուրույն է հանդես գալիս, որը չի քշվի, ունի իր ձայնը, որը որևէ ձևով չի օգտագործի, ամոթ ունի, աբուռ ունի, հա, պատկառանք, մյուս այդ բոլորը հասկանում է, սրանք բոլորը ուղիղ ազդում են սովորողի վրա, սրանք փոփոխությունների ազդակներ են, ուղղակի ինչպես անել, որ այս ազդակները Հայաստանով մեկ տարածվեն, լինեն ամբողջական, չէ, սրա մասին է խոսքը, բայց միևնույն ժամանակ ես դες անընդհատ պետք է խնդրեմ, որքան էլ ազատ եք, մի բանից ձեռնպահ եղեք, հա, հուսալքության որևէ բան մի փոխանցեք, հասարակությունը դրա կարիքը չունի, դա լիոլի է, հակառակը վստահություն, Բակի երբեմն էլ վարդագույն ակնոցը շատ անիմաստ է։ Ես վարդագույն ակնոց չեմ ասում, գլխավոր գործող անձը ընտրողը չի, դուք ուրիշ գործող անձ գիտեք, հա, ես չգիտեմ, ես նայում եմ հրապարակին, տեսնում եմ, ասում եմ այս ընտրական մեքենան, որ բան է արված, այդ գլխավոր լծակը քո ձեռքին է կամ վերցրա այդ լծակը քո ձեռքին է, պայմանով որ դու սկսում ես պատասխան տալ եւ ակտիվ մասնակցել յետընտրական process-ներին, ես նկատի ունեմ արդեն որպես քաղաքացի, գիտեք ամենամեծ վտանգը ինչ կլներ, որ
եւ կորուստ են կլինի, որ կատարվել է ընտրությունը, բայց հասարակության մեջ էլի այդ համոզումը չկա, որ ինքը ընտրեց, չէ, որ սա ընտրության արդյունք է, չէ, որ որից հետո արդեն լինի վերաբերմունքի փոփոխություն, իշխանություն, իր ձևավորած իշխանություն, հարաբերությունները փոխվեն, ինքը շարունակի այդ իշխանությանը ներկայացնի իր պահանջները, մասնակցի այդ իշխանության առաջարկած ծրագրերի փոփոխություններին եւ այլն, այսինքն կյանք մտնի այս ամեն ինչի մեջ։ Եվ մեր զրույցի վերջում վերադառնալով կարծես թե սկզբին, ուղղակի որպես գոլեգայի կխնդրեի, կարող եք ինչ-որ ձևով ձեր խոսքն ուղղել այն տնօրեններին, որոնք այսօր հայտնվել են այս ցուցակում։ Ինչ կասեիք, եթե նրանց հանդիպեիք։ Գիտեք, ես ամեն օր կարող հանդիպում եմ, կարող այդ մարդկանց մեջ հարազատ են, ոչ անծանոթ մարդիկ են, մենք միասին ճանապարհ ենք անցել, չէ՞։ Մանավանդ որ պայմանավորվեցինք, որ այդ 123 հոգի չեն, չէ՞։ Իհարկե, ավելի շատ է, ուղղակի դա պատահականության սկզբունքով են ընտրված, դրա համար բան, բայց մյուս կողմից դա չի ազատում այդ բանից։ Ես շատ կուզեի, որ գոնե լիներ մեկը, որը ուներ մեկը նրանցից, հա, որ վայր դներ իր լիազորություն։ Դա լավ նախադեպ կստեղծեր, որ ասեր, որ այս բանով, որովհետև այդ հանրային ամոթի միսի բան կա, հա, դա իդեպ կարող էր նաև հոգուտ իր կուսակցության լինել, որովհետև գիտեք, ես չեմ ասում, որ դու դպրոցի տնօրենը չի կարող լինել կուսակցական, դեսեք ես եղել եմ շրջան, որ եղել եմ նորուղի կուսակցության ղեկավար, հարցը դա չի կարող, բայց դու գործում ես շիտակ, բաց, ազատ, դու հրապարակային ես արտահայտում քո մտքերը, հա, եւ եթե դու կուսակցության ներկայացուցիչ ես, պատգամավորության թեկնածու ես, առավել եւս, հա, դու պարտավոր ես գործել իրավական, մինչև վերջ, հարգանքով, համաձայն ես, որովհետեւ սովորողները, ուսուցիչները, ծնողները բոլորը հետևում են, չէ՞, եւ մյուսը ո՞րն է, մյուսը այս դպրոցները, փակ տարածքներ, մի անկյունում քշված, պահելը, կյանքը ցույց տվեց, որ այդտեղ այդ նեղած, հա, այս բաներն են առաջանում։ Հիմա հակառակը պետքա բացել, մի հատ մաքրել այդ ամեն ինչ, հա, եւ գուցե նաեւ մյուս բանը կա, որ այդպիսի մի հատ շարժում առաջանա եւ մենք մտածենք ընտրական մեքենան արդեն դպրոցների տնօրենների ընտրության հանրայնացման այնպիսի մի բան լինի, որ հասարակությունը ճանաչի իր դպրոցի տնօրենին եւ գիտեք, այդ կարող է լավ գործ դառնա, գործատու դառնա 1400 պատկերացեք, հետաքրքիր գաղափար, միտք ունեցող պատվախնդիր մարդկանց մուտքը։ Էլ չեմ ասում հարյուրավոր երիտասարդ կանանց, հա, որպես վարիչների, մանկապարտեզների նախ այդ փոփոխությունները վաղուց հասունացված են եւ մեր հասարակությունը միանգամից կզգար, ինչ գրգիրներ կգային, որտեղ դու պետք է միանգամից կարդանար, մտնեիր դպրոց այդ դեմքը ինքնավստահ մարդու կիրճ, չէ, այդ իր կատարած աշխատանքից գոհ, որովհետև որվա մեջ քանի երեխա, քանի աշխարհ, չէ, շփվում է եւ ինքը կարող է այդքան մարդու, հա, օգնի, հա, բայց շատ լավ աշխատանք է։ Եթե այսպես մոտենանք, հա, ուզում ասեմ, ես ընտրությունների հետ կապում եմ նաև այսպիսի հնարավորությունը, որտեղ կրթական համակարգը, հա, այսպիսի բաների ուղերձների, այսպիսի ազդակների, այսպիսի մուտքերի, ներդրումների կարիք ունի, մարդկային նոր հոսանքի կարիք ունի։ Ընդ որում դրանք այլ մոլորակայիններ չեն լինի։ Դրանք մեր միջից են լինելու մարդիկ, որոնք անգամ հոգնել են ինչ-որ մի աշխատանքից եւ ուզում են կրթությունը որպես դաշտ, հա, տեսնել իրենց ինքնադրսևորման համար, ինչի՞ չէ։ Շատ լավ, շատ շնորհակալություն հարցազրույցի համար, պարոն Բլեյան, ես հիշեցնեմ, զրուցում էի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ։